Հայաստանում աշխատավարձերը, նվազագույն աշխատավարձը 104,000 դրամ է, հարկերը ներառյալ։ Մի հատ 25% դրանից նվազեցում ենք կատարում, մարդ 80,000 դրամով մարդ ինչ պիտի անի, ինչ պետք է անի։ Նույնիսկ կոմունալ վճարների համար սա բավարար չէ, ավելի խայտառակ վիճակում է թոշակների պարագայում, 32,000 դրամ, 40,000 դրամ, 42,000 դրամ, նույնիսկ մի քանի այսպիսի վարժություն կատարեցինք, մեկ թոշակառուի թոշակի կրկնակի չափով միջին վիճակագրական Հայաստանի քաղաքացին միայն դեղերի վճար է վճարում։ Դրանք էլ են դեղերի մասին է խոսքը, որը որ կենսական անհրաժեշտ պայմաններ են։ Այսինքն ինքը չի կարող առանց այդ դեղերի։ Գիտենք, չէ՞, մենք բոլորս դամանավանդ մի քիչ էլ այստեղ հայկական բնավորությունն է, մինչև դանակ ոսկորը չի հասնում, չենք գնում բժշկի, չենք գնում հիվանդանոց։ Բայց ճնշման բարձրացման դեմ, եթե անմիջական ամենօրյա դեղագործում չլինի, բնականաբար պրոբլեմների առաջ կանգնեն, գրիպ հիվանդության դեմ, բարձր ջերմության դեմ եւ այլն։ 42,000 թոշակի պարագայում 84,000 դրամ մարդուն անհրաժեշտ է միայն սեփական առողջության պահպանման կրիտիկական դեղերի ապահովման համար։